հասկացաք, որ այսօր ներկայացնելու եմ դպրոցում կայացած նախագծային աշխատանքի մասին։ Նախագծային աշխատանքի թեմաներ կանանչ էներգետիկա, տնտեսություն եւ կանանչ քաղաք։ Նախագծի շրջանակներում մենք այցելեցինք Երևանի քաղաքապետարան հասկանալու համար, թե ինչպես է զարգանում մեր երկրում կանանչ էներգետիկան եւ քաղաքաշինությունը։ Բոլոր տվեցին իրենց հետաքրքրող հարցեր քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաեւ ես։ Եվ դուք հենց հիմա կտեսնեք մի փոքրիկ հատված քաղաքապետարան։ Վերաբերվում է քաղաքաշինության հետ։ Ուրեմն 2016 թվականին դուք ստեղծել եք այն ծրագիր, որտեղ ներառված էր Երևանը, Գյումրին, հետո ավելացել է նաև Վանաձորը։ Ուզում եմ հասկանամ, որ այդ ծրագրի մեջ այդքան ավելացվել են։ Խի մենակ Երևանում այսքան շենքեր կառուցվում։ Քանի որ Գյումրի համար առանձին, Վանաձորի համար առանձին։ Քանի որ օդը աղտոտվում է եւ այդ սանդղակը չի պահպանվում էկոքաղաքի։ Այսինքն ինչ միայն Երևանում է քաղաքաշինություն եւ մյուս քաղաքներում չէ։ Հա, դե որովհետեւ դուք նշել եք, որ բացի Երևանից նաեւ մտնում է Գյումրի եւ Վանաձորը։ Ամեն դեպքում ես փորձեմ ինչ-որ շատ տրամաբանական հարց է, տեղին հարց է։ Նախագծային աշխատանքի ժամանակ ես ինժեներ ճարտարապետ եւ լրագրող վերլուծաբան էի։ Սա էլ իմ բեյջը։ Նախագծային աշխատանքի համար ես պատրաստել էի կանանչ էկոքաղաքի մակետը եւ դուք հենց հիմա կտեսնեք իմ մակետի ամբողջական տարբերակը։ Նախագծային աշխատանքը ավարտվեց մեծ եւ հետաքրքիր միջոցառումով։ Բոլոր մասնակիցները պատրաստվել էին։ Ունեցանք շատ բովանդակալից եւ օգտակար տեղեկություններ։ Այս ամեն ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխարհագրության ուսուցչուհի ընկեր Ասատրյանից եւ ֆիզիկայի ուսուցչուհի ընկեր Ավդալյանից։ Եվ վերջում դուք կտեսնեք նախագծային միջոցառումից հատվածներ։ Արևային, հողմային եւ ջերմային էներգետիկ հզորությունները։ Մենք փորձեցինք ուսումնասիրել եւ վերլուծել մեր պետության վարած էներգետիկ քաղաքականությունը, հասկանալ որքանով է այն լքում մեր էներգետիկ ամոթագրության շահերից եւ տանում դեպի անկախ էներգետիկ տնտեսություն։ Մակետ է, ձեզ ներկայացնում իմ պատրաստած էկոքաղաքի մակետը։ Իմ քաղաքում գործում են էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներ, արևային վահանակներ, որոնք կտեսնեք շենքերի վրա, քամու տուրբիններ եւ ջրի խնայող համակարգեր։ Այդ ամբողջը գտնվում է այստեղ։
Կան նաև հասանելի ենթակառուցվածքներ, դպրոց, հիվանդանոց, ոստիկանության բաժին։ Կառուցել եմ նաև խելացի երթևեկություն, անվտանգ ճանապարհներ, հասարակական էկոտրանսպորտ և կանոնակարգված երթևեկություն։ Իմ մակետում կան կանանչ և ապահով միջավայր, հեծանվային ուղիներ, պարտեզներ, այգիներ, խաղահրապարակներ և ծառաշատ փողոցներ։ Կան նաև ոստիկանության և շտապօգնության ուղղաթիռները, որոնք առանց երթևեկությունը խախտելու կարող են փրկել մարդկանց կամ կանխել հանցագործությունները։ Եվ որպես վերջաբան ավելացնեմ. միասին կառուցենք էկո քաղաքը մեր ու մեր սերունդների համար։